Հայաստան-Իրան ռազմավարական գործակցության փաստաթուղթ կարող է ստորագրվել այս տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին, նշելով, որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցի շրջանակում։ Սակայն ինչ է ենթադրում ռազմավարական համագործակցությունը այս փուլում։ Տարածաշրջանը լարված է։ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները կրկին սրված են։ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, Թեհրանը Վաշինգտոնին։ Միաժամանակ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրականացվում է TRIP ծրագիրը, իսկ խաղաղության օրակարգը շարունակում է վերաձևել տարածաշրջանային ուժերի հաշվեկշիռը։ Եթե այս 35 տարվա ընթացքում երևի 35 մեծ փաթեթ կա հայ-իրանական համաձայնագրերի, որոնցից մեկը երևի ավել իրականացված չունի, այնպես որ շատ ժամանակ դրանք պարզապես դիվանագիտական բնույթ են կրում։ Իրանագետ Էմմա Բեկիջանյանը հիշեցնում է. Ավելի քան 3 տասնամյակ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները հիմնականում մնացել են հայտարարությունների եւ դիվանագիտական ձևակերպումների մակարդակում։ Այժմ նրա խոսքով Իրանը հնչեցնում է հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու պատրաստակամություն։ Ըստ նրա հետագա զարգացումները կախված են Հայաստանի պատասխանից, սակայն չի կարելի անտեսել նաև Միացյալ Նահանգներ-Իրան հնարավոր բախման հավանականությունը։ Մոտիկ ապագայում բացառված չէ, որ Իրանը, Ամերիկա այդ բանակցությունները միջուկային ծրագրերի շուրջ տապալվեն եւ ԱՄՆ-ն այդքան ուժեր որ կուտակել է Իրանի շուրջ դրանք կիրառեն։ Բեկիջանյանի խոսքով ռազմավարական համաձայնագիրը պետք է հիմնված լինի հստակ ռազմավարական շահերի վրա, մինչդեռ այս պահին դժվար է տեսնել Հայաստանի շահը։ Նրա գնահատմամբ խաղաղության օրակարգում համընկնում են Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմավարական շահերը։ Հայաստանը ռազմավարական փաստաթուղթ է ունեցել Ռուսաստանի հետ, այժմ նաեւ Միացյալ Նահանգների։ Հարց է, Իրանի դեպքում ռազմավարական ձևակերպումն իրական բովանդակություն կունենա, թե կմնա թղթի վրա։ Ալիևն է բազմիցս հայտարարել է, որ այն ինչ դուք տեսնում եք ընդամենը այսպերքի գագաթն է Իսրայել-Իրան, Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերություններով։ Իսկ հիմա այս դեպքում այսօրվա դրությամբ Թրամփը Իսրայելի Նեթանյահուի կոնկրետ վարչապետ Նեթանյահուի բոլոր ցանկությունները գրեթե կատարում են։ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը սակայն իրավիճակը դիտարկում է այլ տեսանկյունից։ Նա չի բացառում ռազմավարական գործընկերության ձևավորումը, պայմանով, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարողանան խուսափել ռազմական բախումից եւ պահպանել բանակցային գործընթացը։ Կարող է միանգամից դադարեցվի այս բանակցային գործընթացը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես դա պատահեց անցյալ տարի։ Այսինքն Վիտկոֆի հետ նույն ձևաչափով բանակցության մեջ էր պարոն Արախչին, արտգործնախարարը Իրանի, որ Իսրայելը միանգամից հարձակումներ իրականացրեց։ Խանլարյանի խոսքով այս փուլում Հայաստան-Իրան հնարավոր ռազմավարական գործակցությունը չի հակասում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, սակայն ամեն ինչ կախված է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններից, որոնց ապագան դեռևս անորոշ է։ Իրան-Հայաստան փոխհարաբերությունները միշտ սպეციფიկ են եղել դրկիզության եւ արևադարձության լույսի տակ։ Ամերիկացիները եթե Իրան-Հայաստան սպეციფიկ փոխհարաբերությունները լավ են հասկացել կամ միշտ այդպես է եղել այս վերջի 30 տարվա մեջ, եթե միշտ փորձել են հասկանալ ըմբռնումով մոտենալ, հարցերը գնացել է ավելի նորմալ։ Իսկ եթե չեն հասկանում, որ այս սպეციფიկ պայմանները Իրան-Հայաստան փոխհարաբերությունների մեջ, այդ դեպքում սկսում են խնդիրներ ստեղծել։ Փորձագետի գնահատմամբ տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի շահը դեռ հստակ չի ձևակերպվել։ Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցությունը նրա խոսքով անմիջականորեն առնչվում է նաև TRIP ծրագրին եւ խաղաղության օրակարգին։ Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել է, որ 25% մաքսատուր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք ակտիվ առևտուր կիրականացնեն Իրանի հետ։ Այս պայմաններում իրանագետների համար հարցը մնում է բաց։ Կկարողանա Հայաստանը Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը լցնել իրական ռազմավարական բովանդակությամբ, թե այն կմնա հերթական քաղաքական ձևակերպում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։